Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընթառաջ Երևանում ընթանում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո են։ Այս մասին Երևանի ավականու նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Կանաչապատման, ծաղկապատման աշխատանքներ, որոնք արդեն 90%-ով կատարված են, արտաքին լուսավորության վերականգնման, բարեկարգման աշխատանքներ, լուսատուների փոխարինում և վերահսկողություն։ Բարեկարգման աշխատանքներ մայթերին, արահետներին, ճանապարհներին արդեն իրականացվել են։ 24 ժամյա ռեժիմով աղբահանություն 3 օր շարունակ, 23, 24, 25, 26-ին ավարտում ենք։ Սխեման պատրաստ է և կներառվեն այդ աշխատանքներում։ Արեյանը նշեց, բոլոր միջոցառումներն ամենամյա պարտականություններ են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական վերահսկողության ներքո։ Երևանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից ավելի քան 5,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի ևս ավելի քան 172,6 միլիոն դրամ։ Հրազդանի կիրճի վերակազմակերպման, այսպես ասած, ընդհանուր կոնցեպտի մի փոքրիկ մասն է, և մենք ունենք արդեն մի քանի կոնկրետ ծրագրեր, այս ծրագիրը փաստացի շուտով շինարարությունը սկսում ենք, արդեն ունենք հաղթող կազմակերպություն, ֆինանսավորումը փաստորեն այսօր հաստատում ենք, և իրականում նաև մեր Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման, այսպես ասած, կոնցեպտ, որը իր մեջ է ներառում տարբեր կոմպոնենտներ և այս ծրագիրը նույնպես զետեղված է այդ ընդհանուր կոնցեպտի մեջ։ Հարցի քննարկման ընթացքում ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում առկա խնդիրների մեջ ՔՊ-ն պետք է ուղղի սեփական թերացումները, հետո նոր միայն առաջ քաշի նոր գաղափարներ։ Օրինակ տրանսպորտի գինը երբ որ բարձրացնում էին, ասում էինք, որ դա չի աշխատի, դուք նոր ընդունում եք 2 տարի, մի տարի հետո, որ թեր հավաքագրում է լինում տրանսպորտում։ Հետո ասում էինք կարմիր գիծը կբեռնաթափի, կարմիր գիծը որևէ բան չի բեռնաթափել։ Տելսելին ասում էինք մի տվեք մենաշնոր, մինչև հիմա վճարումների հետ խնդիր կա, թե մետրոյում, թե ավտոբուսներում։ Ասում ենք խցանումների խնդիրը կա, դուք հարցազրույց եք տալի, ասում եք դեղինի տակ մարդիկ մտնում են, խցանումները դրանից է։ Սենց հարցերի շուրջ, ուզում եմ ասեմ, դուք գոնե վերլուծեք ձեր նախկինում արած բարեփոխումների փորձերը ու հասկացեք ինչ է խնդիրը։ Այս փուլում կարծում եմ Երևանը պատրաստ չի այս անձնակազմով նման լուրջ բարեփոխում անի։ Քաղաքապետ Ավինյանն էլ հակադարձում է, բարեփոխումներն արդյունավետ կլինեն, եթե ավականին ընդդիմադիր նման կազմ չունենա։ Կներեք էլի, բայց պարոն Գրիգորյան, ասենք հանրային տրանսպորտը գոնե օրինակ մի բերեք, ասենք կոպեկը գողանալուց մենք հասել ենք ամբողջապես թվային լուծումների և անհպում բաների, չգիտեմ, ասենք վճարումների ամբողջական տրանսպորտում, իր բոլոր դժվարություններով և այն կներեք հիմար նարատիվներով, որ մենք տենց սնուցել ենք ժողովրդին, որ եկեք էս անենք, հիմա ամեն մի թափ-թփուկ կներեք արտահայտությանս համար խուլիգան, ասենք խուլիգան, բառից բուն իմաստով խուլիգան, ասենք կարա բռնության ենթարկի վարորդին ու դե ասի ես բոյկոտ էի անում, այ քեզ բան։ Ավականու անդամները ելույթներով հանդես եկան։ Մայր Հայաստան խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանն իր ելույթը սկսում է դահլիճի գաղճ մթնոլորտի պատճառների մասին իր դիտարկումները ներկայացնելով։ Հերթական անգամ փաստում եմ, որ այս դահլիճի գաղճ մթնոլորտը ձևավորվում է հենց ՔՊ-ի կողմից։ Այսինքն մեր ֆրակցիայի կողմից ոչ մի հարց, ոչ մի ելույթ չկար, քնավ, հելավ ուզում էի, որ Տիգրան Ավինյանը ստեղ լիներ, հելավ սկսեց հիշել մեզ։ ՔՊ-ականներին շնորհավորում էին ձեզ էլ, պարոն Փամբուխչյան, Իսակովյան լճի կապակցությամբ։ Այդ որ Իսակովի փողոցը փագեցիք, սարքում եք, մի հատ անձև եկավ, լիճ դառավ այդտեղ։ Այդ լճի բացման կապակցությամբ դե շնորհավորում են։ Կմտնեք իմ TikTok-ի էջը, լճերը կտեսնեք։ Բալավ այդ ճանապարհը, որ սարքում եք, չեք գիտակցում, որ դա ջրա հեռացում պետք է լինի առաջինը։ Ճանապարհը չի սարքվել։ Ուրեմն գծանշումներն էլ արած է, այդ վիդեոներն էլ հրապարակած է։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում։ Կանեփ հաճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի։
Մեսրոպ Մանուկյանը նորմալ չի համարում այն փաստը, որ պետությունը հրատապ պատվիրված ծառայություն է մատուցում։ Թե ինչի մասին է խոսքը, մեկնաբանում է ավականու ընդդիմադիր անդամը։ Լգուշակեք ինչ։ Մենակ 630-650 միլիոնը հատկացնում եք այն փողոցների ասֆալտապատմանը, որտեղ որ մայիսի 4-ին եվրոպացիներն են գալի։ Հիմա ես այդ եվրոպացիներին գնամ այրոպորտ ասեմ ձեր ջանին ղուրբան, եկեք մի հատ հաղթանակով, մասիվով, սենց ֆռացեք, մի հատ սենց ֆռացեք, որ այդ ճամփեքն է սարքեն։ Բալը նորմալ չի դա ժողովուրդ, հասկանում եք։ Պրոստը նորմալ չի, աննորմալ է, երբ որ դուք որոշում եք, որ պետք է եվրոպացիների մոտ ցույց տաք, որ մեր ասֆալտը լավն է։ Արմեն Փամբուխչյանն արձագանքում է։ Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշված փողոցների հետ կապված, եվրոպական այդ համայնքի մեծ միջոցառման հետ կապված, բնականաբար մենք մեր հյուրերին պետք է ընդունենք պատշաճ, ինչպես մնացած բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանը այն երկիրն է, որ իր հյուրերին պետք է ընդունի պատշաճ, եւ այդ փողոցները կառավարությունը մեզ գումար է հատկացրել, որպեսզի մենք իրականացնենք այդ հատվածներում ասֆալտապատում, իսկ ինչ վերաբերվում է մնացյալ փողոցներին, սկսած Հաղթանակ թաղամասից եւ մնացած փողոցներում, Երևանի քաղաքապետարանը այս տարի տրամադրել է նախատեսել է 200,000 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև 7, եթե չեմ սխալվում կամ ավել փողոցներում միջին նորոգման աշխատանքներ, այնպես որ սիրելի երևանցիներ, ձեր փողոցները նույնպես կասֆալտապատվեն։ Ավականու նիստում քննարկվեց նաև Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ հարցը։ Նախագիծը օրակարգ էր բերել ազգային առաջընթաց խմբակցությունից Հայկ Գրիգորյանը։ Հանրապետություն խմբակցությունից Անի Խաչատրյանը քննադատեց փոփոխության առաջարկն, ասաց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Արտառոց էր այն, որ Եվրոպամետ Հանրապետություն խմբակցությունը Արամ Սարգսյանի դեմ է քվեարկել Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնած Պապ Թագավորի անվանակոչությանը, ինչպեսի արժեքային համապատասխանություն։ Սա կարդացի արևմտամետ խաղացող, բայց իրականում ռուսական օրակարգ սպասարկող Հայկ Գրիգորյանի սուտ գրառումը։ Այն Հայկ Գրիգորյանի, ով սուպեր արևմտամետ իրեն դրած, բայց իրականում սուպեր ռուսամետ սուպեր մամայի Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան։ Երբ քվեարկության դրվեց Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով անվանակոչելու նախագիծ, ավականու անդամների մեծամասնությունը բոյկոտեց քվեարկությունը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։